Ես ուզում եմ փաստել նորից, որ Հայաստանի Հանրապետությունում տեղի ունեցել ազատ, արդար եւ թափանցիկ ընտրություններ։ Մեր ընտրական օրենսգիրքը տալիս է բոլոր քաղաքական ուժերին, բոլոր հնարավոր գործիքակազմերը, հետևելու այդ ամբողջ գործընթացին եւ հավաստիանալու, որ ընտրական process-ները պատշաճ են կազմակերպված, ընդ որում ընտրատեղամասերում ունենալու վստահված անձինք, ընտրատեղամասում կան նաեւ դիտորդներ, ընտրատեղամասերում տեսահասկման համակարգով հեռարձակումներ գոյություն ունեն, որոնց եւս հսկում են տարբեր ներկայացուցիչներ եւ կարծում եմ այս ամբողջ process-ի արդյունքում Ես գոնե թե չեմ տեսել մինչև այս պահը քաղաքական որևէ ուժի կողմից որևէ ներկայացրած արձանագրում, որը կլինի փաստահեն, իրավաչափ եւ նմանատիպ պնդման կհանգեցնի, որովհետեւ ես հակառակն եմ ընդհուպ տեսել, որ տարբեր քաղաքական ուժերի կողմից տարբեր փաստեր են հանրայնացվում, փաստեր, բայց իրենց գնահատման փաստեր, որոնք որ տարածվում են նաեւ համացանցում տարբեր օգտատերերի կողմից եւ երբ որ մենք օգտատերերին խնդրում ենք ներկայացնել փաստ, ինչի հիման վրա են այդ տվյալը հանրայնացրել եւ խնդրում ենք ներկայացնել հանցագործության մասին հաղորդում, որովհետեւ վստահ եմ, որ չեք կասկածում, որ մեզ համար կարեւոր է, որ յուրաքանչյուր խախտում մենք բացահայտենք եւ դրան ռեակցիա տանք, այս մասին է եղել մեր ամբողջ գործունեությունը վերջին ամիսներին հատկապես եւ տվյալ օգտատերերը հրաժարվել են պարզապես ներկայացնել հաղորդում, որովհետեւ նշել են, որ ուղղակի արտատպել են, օգտագործել են քաղաքական տարբեր ուժերի կողմից օգտագործվող նյութերը եւ երբ որ մենք համադրում ենք այդ նյութերը իրական արձանագրությունների հետ, նկատում ենք, որ որևէ տարբերություն չկա, հակառակը գործընկերները նաեւ հանդես են գալիս հայտարարություններով եւ ներկայացնում են, որ սխալմունք է տեղի ունեցել կամ վրիպակ է տեղի ունեցել եւ այսպես շարունակ մենք շարունակելու ենք մեր մոնիտորինգը ամբողջ ծավալով եւ եթե լինեն որևէ հարցեր, որոնք որ կարիք ունեն ռեակցիայի, անպայման կտանք այս ամբողջ ժամանակահատվածում թե քարոզարշավն ենք այսպես անցկացրել եւ թե նաեւ ընտրությունների օրը քարոզարշավի շրջանակներում ուզում եմ նորից արձանագրել, որ բոլոր քաղաքական ուժերը ունեցել են պատշաճ պայմաններ քարոզարշավի իրականացման համար եւ անկախ նրանից թե որ քաղաքական ուժի կողմից է իրականացվել որևէ ինչ որ process կամ որ քաղաքական ուժի նկատմամբ է իրականացվել որևէ process Բոլոր հարցերը արձանագրվել են, հաղորդում է ուղարկվել նախաքննական մարմնին, իրականացվում են այս պայծրությամբ անհրաժեշտ միջոցառումները։ Կարծում եմ այս տեսանկյունից որևէ մեկը որևէ նույնիսկ բողոքի հայտ ներկայացնել չի կարող եւ եթե ներկայացին դա կլինի առարկայազուրկ։ Ընտրությունների օրը եւս ամբողջ ծավալը ոստիկանական ռեսուրսը ուղղված է եղել թե ընտրատեղամասերի պահպանությանը, թե ընտրական ընդհանուր process-ների պատշաճ հսկողությանը, որոնք որ նախարարության մանդատի շրջանակներում են։ Նորից եմ ուզում շեշտել բոլոր հարցերը, որոնք որ եղել են թե մեր տեսադաշտում եւ թե նաեւ անձանց կողմից են ներկայացվել հաղորդում, անխտիր բոլորը ներկայացվել են նախաքննական մարմին, որոշ դրվագներով իրականացրել ենք ստուգողական աշխատանքներ եւ ստուգողական աշխատանքներում երբ որ ոչինչ չենք հայտնաբերել, բնականաբար անիմաստ քննչական մարմիններին չենք ծանրաբեռնել այս տեսանկյունից եւ նախարարության մանդատի ներքո կար նաեւ ընտրացուցակների կազմակերպման մշակման հետ կապված հարցերը, բազմաթիվ մանիպուլացնող հրապարակումներ նաեւ այս մասով եղավ, բայց վստահ եմ, որ պարզաբանումները ավելի քան բավարար հավաստիանալու, որ դրանք իրականում մանիպուլատիվ տեղեկություններ են։ Կենսակցության տեղեկություններ ունի ՆԳՆ Ռուսաստանից քանի քաղաքացի եկել է ընտրական շրջանում։ Բնականաբար թե ներքին գործերի նախարարության կողմից, թե ազգային անվտանգության ծառայության, թե արտաքին հետախուզության ծառայության կողմից թեման ուշադրության կենտրոնում է։ Այս պահին թվեր հրապարակել չէի ցանկանա, բայց վստահ եմ գիտեք, որ ամբողջը մեր տեսադաշտում է։ Ունեցել ենք նաև վարույթներ, որոնցով անցնում են այո նաև Ռուսաստանի Դաշնությունից եկած մեր հայրենակիցները, ընդ որում ունենք ձերբակալումներ նրանց շրջանում, բայց ուզում եմ նորից շեշտել ամբողջը իրավաչափ վարույթի շրջանակներում, եթե հայտնաբերել ենք, որ եղել է ընտրողի իրավունքի վրա ազդեցություն կամ իրենք որևէ ձևով խոչընդոտել են որևէ ընտրողի ընտրական իրավունքը, ապա նրանք բնականաբար ենթարկվել են մեր կողմից ձերբակալման եւ նրանց հանձնել ենք նախաքննական մարմին, օրինակ դեպք է եղել ընտրական իրավունքին խոչընդոտելու մասով, անձանց հավաքագրման մասով եւ այսպես շարունակ, այս պայն շատ դետալներ չեմ ուզում հանրայնացնել, որովհետեւ թիվ այս պայծրությամբ ասել չեմ կարող, որովհետեւ process-ները շարունակվում են, ես նիստի ժամանակ էլ նշեցի, որ մեր կյանքը չի ավարտվում միայն ընտրության օրով, մենք շարունակում ենք օպերատիվ հետախուզական միջոցառումները, քննչական մարմինները շարունակում են նախաքննության իրականացումը եւ ես վստահ եմ, որ հաջորդիվ կտեսնեք, որ ելի ձերբակալումներ կան եւ ելի եթե կարիքը լինի նաեւ ավելի խիստ խափանար միջոցի կիրառման դեպքեր։